Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի նոր հպազգայուն մեդիադարանից հնչում է մայստրոյի ամենահայտնի եւ սիրված գործերից մեկի Սուսերով Պարի երգի վերածված տարբերակը, որը հնչել է 1948 թվականին Լոս Անջելեսում Andrews Sisters խմբի կատարմամբ։ Նոր տեսադարանն ամբողջությամբ նվիրված է հռչակավոր այս գործին։ Խաչատրյանի ժառանգության ու նորագույն տեխնոլոգիաների համադրմամբ ներկայացվում են մեծարժեք ստեղծագործության բազմազան փոխադրումները ամենատարբեր ժանրերում, հենց մայստրոյի կատարումից մինչև ջազ, բլյուզ եւ ռոք մեկնաբանություններ։ 1942-ին գրված այս գործը զարմանալի պատմություն ունի։ Այն նախապես ծրագրված չէր եւ կոմպոզիտորը այն գրել է խորհրդային չինովնիկների պահանջով։ Այդ գլուխգործոցը ստեղծելով ընդամենը 8 ժամում, որպես Գաhanե բալետի վերջաբան եւ արդեն 84 տարի Սուսերով Պարը չի իջնում երաժշտական Օլիմպոսի բարձունքից։ Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրությանը Սուսերով Պարը ամենահաճախ կատարվող դասական ստեղծագործություններից մեկն է եւ պետք է ասել, որ այն հնչում է ոչ միայն իր դասական ձևաչափով, այլ նաև շատ բազմազան մոտեցումներով, փոխադրումներով, շատ հետաքրքիր երբեմն անսպասելի խմբերի միջոցով եւ մենք փորձել ենք մեր տեսադարանի մեջ հավաքել այդ նյութերը եւ ներկայացնել մեր այցելուներին, որոնք շատ հետաքրքրված են եւ միշտ հետաքրքրությամբ եւ շատ ուշադիր բավականին երկար ժամանակ են անցկացնում այս տեսադարանի մոտ։ Տեսադարանը գերհագեցած է հարուստ տեղեկատվական նյութերով, բաժանված է 3 բաժինների, որոնք ներառում են տեսանյութեր, եզակի հրատարակություններ եւ Խաչատրյանի գնահատականները Գաhanե բալետին։ Տեսադարանի էկրանը այցելուներին ինտերակտիվ լուծումների հնարավորություն է ընձեռում։ Հպազգայուն վահանակների միջոցով նրանք կարող են ինքնուրույն ընտրել եւ ուսումնասիրել ամբողջ արխիվն ըստ բաժինների, սկսած գլխագրից մինչեւ խաչատրյանական եզակի հրատարակությունները։ Տեսադարանն առայժմ եռալեզու է։ Միտում ունենք ավելացնելու նաև այլ լեզուներ, նաև ինքը նյութերը, մեդիա նյութերը, դրանք վիդեոներ են, հոլովակներ եւ լուսանկարներ, նաև ավելացնելու տարբերակներ ունենք, այսինքն անընդհատ թարմացնում ենք մեր նյութերը։ Չնայած թանգարանի նոր նախագծի առանցքում Սուսերով Պարն է, բայց չեն շրջանցել նաև Խաչատրյանի ամբողջ ժառանգությունը, տեսադարանում ներառելով նաև տեղեկություններ եւ դրվագներ մայստրոյի այլ գլուխգործոցներից։ Նունե Ալեքսանյան, Էդգար Դավթյան, լուրեր։